վարչապետ, իմ հարցը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կա որոշում 100%-անոց պետականացնելու մասին։ Կխնդրեմ նշեք, թե այս գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի վրա, մանավանդ որ թոշակների բարձրացմամբ կան կարծիքներ, որ դրանք դա ռիսկային քայլ է բյուջեի համար։ Այդ որոշումը ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում նախնական ցավոք ընկերության եւ կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, որովհետև այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել, այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այսինքն այդ ամեն ինչը բնականաբար իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է եւ մեծ խնդիրներ չեն լինի բյուջեի հետ կապված։